Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանն է։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Մինասյան, Եվրոպական հանձնաժողովի նախագահի այցը Երևան, դրանից առաջ նաև Ադրբեջան։ Ինչպիսի նշանակություն ունի եւ ինչպիսի օրակարգով է եղել երկու տեղերի հանդիպումներն էլ։ Կարծում եմ հասկանալի է, որ եւ հետընտրական շրջանում մեզ համար դա մեծ նշանակություն ունի եւ բացի դրանից նաեւ այն հանգամանքը, որ այս անգամ այս այցը ոչ միայն Հայաստանը, այլ ունի նաեւ տարածաշրջանային բնույթ, դա նույնպես չափազանց կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային համատեքստում, ինչպես նաեւ խաղաղության այս օրակարգի հետագա շարունակականությունը ապավելու տեսանկյունից։ Դա կարծում եմ ամենակարևոր նշանակությունն է։ Բայց բացի դրանից նաև մենք պիտի հասկանանք, որ այն գործընթացները, որոնք որ տեղի են ունենում եւ Հայաստանի շուրջ, եւ տարածաշրջանային, ասենք, կտրվածքով, նույնպես ավելացնում են արդիականությունը այս այցի եւ մեր Հայաստանի, ասենք, իրականության հետ կապված նաև ոչ պակաս կարևոր հանգամանք է նաև այն, որ այս այցը իր մեջ ներառում է նաև շատ կարևոր տնտեսական եւ ֆինանսական կոմպոնենտ, ինչը Հայաստանի տնտեսական զարգացման, Հայաստանի այն մարտահրավերներին, որոնք որ մեր տնտեսությունը հատկապես գյուղական սեկտորը այս սեզոնին նաև առնչվում է, դա նույնպես չափազանց կարևոր եւ չափազանց կարևոր քայլ է Հայաստանի հետագա տնտեսական եւ քաղաքական զարգացումների տեսանկյունից։ Մինչ տնտեսական առաջարկներին գալը մեկ այլ հարց, օրակարգը Ադրբեջանում եւ Հայաստանում որքանով է նույնական եղել եւ որքան տարբեր։ Հասկանալի է, որ օրակարգը պիտի տարբերվի, Ադրբեջանը Եվրամիության համար առաջի հերթին ունի նշանակություն երկու կարևոր կտրվածքով։ Մեկը դա այն էներգետիկ նշանակությունը, որը որ Ադրբեջանը ունի Եվրամիության համար, ես հիշեցնեմ, որ Ադրբեջանը այս պահին մատակարարում է գազով 16 եվրոպական երկրներ, որոնցից 10-ը դա ԵՄ անդամ երկրներն են։ Այդ թվում նաև ԵՄ անդամ այնպիսի կարևոր երկրներ, որոնք օրինակ Իտալիան, վերջերս նաև գերմանական, ավստրիական շուկայա մտել ադրբեջանական գազը եւ Ռուսաստան, Արևմուտք, Ռուսաստան, Եվրամիություն այս աշխարհակահական հակամարտության համատեքստում հասկանալի է, որ Ադրբեջանը այդ տեսանկյունից Եվրամիության համար ունի կարևոր ոչ վճռական, որովհետև այդ գազի մատակարարումները կազմում են մոտավորապես 2-ից 4% այն պահանջարկների, որոնք որ անհրաժեշտ են Եվրամիությանը, բայց բնականաբար պատժամիջոցների եւ ռուսական գործոնի նվազեցման տեսանկյունից դա կարևոր է։ Եվ երկրորդ հանգամանքը այն, որ Ադրբեջանը նաեւ դիտարկում է Եվրամիության համար որպես կարևոր նույնիսկ առանցքային երկիր այն ինֆրաստրուկտուրան եւ կոմունիկացիոն ճանապարհների ապահովմանը այդ Միջինիչանսկի այլ ծրագրերի, որոնց զարգացման դեպքում իդեպ նաեւ Հայաստանն էլ պիտի որոշ չափով ներգրավի այն կապող օղակը, որը որ այդ հարթակցության հնարավորություններ է ստեղծում Եվրամիության համար դեպի եւ Միջին Ասիա եւ նաեւ չինական շուկա եւ այդ առանձնահատկությունները ռազմավարական կարելի ասել նշանակություն ունեն Եվրամիության համար։ Այն դեպքում, երբ որ Հայաստանը ունի իր սեփական օրակարգը, այդ օրակարգը կապված առաջերտին քաղաքական զարգացումների, հետընտրական գործընթացի, ոնց որ կայուն եւ սաուն զարգացմանը եւ բացի դրանից նաեւ մենք ունենք Հայաստան ԵՄ ինտեգրման առաջնահերթություններ, որոնք որ անհրաժեշտ է յուրաքանչյուր պահին եւ հաստատել եւ զարգացնել եւ փորձել գտնել նոր հնարավորություններ։ Ռուսաստանի կողմից տնտեսական սահմանափակումների լույսի ներքո ֆոն դեր Լայենը Երևանում հայտարարում է, որ մենք կարող ենք իրենց վրա հույս դնել, միևնույն ժամանակ ասում է, որ երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, Եվրամիությունը քայլեր է անում։ Նախ ինչ քայլերի մասին է խոսքը եւ նաեւ տնտեսական անառաջարկները, որը բերել է ֆոն դեր Լայենը, դրա մասին մանրամասներ կհաղորդեք։
Խոսքը ոչ միայն տնտեսական կամ ֆինանսական, ասենք, էլեմենտների մասին է, այո, հայտարարվել էր եւ արդեն իրագործվում է մոտ 70 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցություն Հայաստանին, ինչը Հայաստանի տնտեսության համար այս բավականին լուրջ եւ զգայուն շրջանում բավականին կարևոր նշանակություն ունի, բայց բացի դրանից նաեւ այն մաքսային նոր հնարավորությունները ժամանակավոր, բայց համենայն դեպս տեսանելի հնարավորություն կտան նաև Հայաստանին այդ ռուսական պատժամիջոցների ֆոնի վրա որոշ չափով դիվերսիֆիկացնել իր տնտեսական, հատկապես գյուղատնտեսական ապրանքների մուտքը նոր շուկաներ, ինչի է դա կարևոր, որովհետև մենք գիտենք, որ Եվրամիությունը ունի շատ լուրջ ինստիտուցիոնալ սահմանափակումներ Հայաստանը չի հանդիսանալով միևնույն ժամանակ նաև ԵԱՏՄ-ի անդամ Եվրոպայի հետ ընդհանուր շուկայի մաս եւ այդ ասենք սահմանափակումները կամ այդ հնարավորությունը ստեղծելը դա սովորական պայմաններում բավականին երկարաժամկետ եւ դժվար ինստիտուցիոնալ իրագործելի գործընթաց է։ Հետևաբար եվրոպական Այս դեպքում մտածում եք գործընթացն ավելի արագ ընթանա։ Հենց դա է առանցքայինը, որ Եվրամիությունը առաջարկում է օպերատիվ ոնց որ լուծման լծակներ Հայաստանի ապրանքների զգալի մասի համար ժամանակավոր այդ մաքսային турքերի ասենք ազատումը, ինչը հնարավորություն կտա գոնե տեսականորեն ավելի հեշտ հնարավորություններ մեր ասենք տնտեսական դերակատարներին մուտք գործել եվրոպական շուկային։ Իհարկե դա չի երաշխավորում, որ դա շատ արագ տեղի կունենա, որովհետև կան նաև եւ տեխնիկական եւ այլ ձևի ստանդարտներ, որոնց որ նաև պիտի մեր տնտեսական դերակատարները փորձեն հարմարվեն, դա որոշ չափով ժամանակ է պահանջելու, բայց համենայն դեպս քաղաքական լծակները, քաղաքական այդ ճկունությունը, որը ցուցաբերում է եվրոպական կողմից, այդ ճանապարհը բացում է։ Կարող է ԵԱՏՄ անդամ հանդիսացող Հայաստանը իրավական ճանապարհով օգտվել Եվրամիության կողմից առաջարկվող այդ անմաքս առևտրի ռեժիմից առանց խախտելու ԵԱՏՄ պայմանագրային պարտավորությունները։ Մենք գիտենք, որ ԵԱՏՄ-ի այդ պայմանագրայի դաշտը բավական դեռ կայացման փուլում է եւ մենք տեսնում ենք նաեւ Հայաստանի հետ կապված այդ խնդիրները միշտ չէ որ լովին համապատասխանում են ԵԱՏՄ-ի այդ ստանդարտներին կամ այն գործելավոճին, որը որ կա, բայց բացի դրանից պիտի չմոռանանք, որ այստեղ խոսքը գնում է ոչ թե հայկական շուկա մտնելու ինչ որ հայկական շուկան, որը որ հանդիսանում է ԵԱՏՄ շուկա, այլ հայաստանյան արտադրության ապրանքների մուտքը արտաքին այլ շուկաներ։ Եվ այստեղ ես կարծում եմ որոշ ճկուն մեխանիզմներ կան, որոնք որ եւ քաղաքական առումով եւ կարծում եմ նաեւ այդ ստանդարտների առումով հնարավորություն կտան Հայաստանին այսպես կոչված չխախտելով ԵԱՏՄ-ի այդ ֆորմալ ասենք պահանջները շարունակել տնտեսական զարգացումը եւ նաեւ հատկապես գյուղատնտեսության ոլորտում փորձել դիվերսիֆիկացնել իր սեփական ազգային արտադրության ապրանքների մուտքը այլ շուկաներ։ Մյուս կարևոր աջակցությունը, որը ԵՄ-ի կողմից կարծես թե սպասվում է, խաղաղության դիվիդենդների մասին է։ Տարածաշրջանի համայնքներին, այսինքն սահմանամերձ համայնքներին աջակցելու համար առաջարկում է լրացուցիչ 20 միլիոն եվրոյի փաթեթ։ Դուք սա ոնց եք գնահատում եւ ինչ սպասել։ Հասկանալի է, որ շարունակվող եւ դեռ ոնց որ ասում են հողի վրա վերջնական փուլին չհասած խաղաղության այս գործընթացը առաջերտին պիտի նաեւ ապահովի հասարակական ոլորտում բնակչության հատկապես ասենք այն շրջաններում, որոնք որ սահմանակից են Ադրբեջանին կամ որովհետև տուժած են այդ հակամարտության ասենք արդյունքներից անհրաժեշտ է եւ ավելի աջակցություն եւ նաեւ այդ հասարակությունները պիտի պատրաստ լինեն հետագա այդ խաղաղության գործընթացի փուլին եւ այդ 20 միլիոնները ուղղված են հենց այդ հարցերը լուծելու համար, ինչպես նաեւ գիտեք, որ նույն այդ փաթեթի հետ կապված կամ այդ տրամաբանության շրջանակներում Եվրամիությունը նաեւ Հայաստանին
տեխնիկական աջակցությունը ապահովելու եւ սահմանային կետերի եւ ինֆրաստրուկտուրան այլ հնարավորությունների զարգացմանը, որոնք որ արդեն պիտի գործեն այն պահին, երբ որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կոմունիկացիոն այդ հաղորդակցության ուղիները արդեն պատրաստ կլինեն կամ քաղաքական առումով արդեն կողմերը մոտ լինեն այդ գործընթացը։ Իսկ ինչի մասին է, պարոն Մինասյան, արտահանման խթանման հնարավոր գործակալության ստեղծման հայտարարությունը։ Սա ինչ գործակալություն է լինելու։ Դա հենց վերաբերվում է հենց այդ արդեն մեր այս արտոնությունների իրագործելու։ Այո, դրա իրագործման, ասենք, գործընթացի հետ, որովհետև հասկանալի է նաև, որ բացի այդ քաղաքական մեսեջներից կամ քաղաքական պատրաստակամությունից Եվրոմիության կողմից նաև Հայաստանի տնտեսական դերակատարները նույնպես պիտի պատրաստ լինեն այն հնարավորություններին եւ այն ստանդարտներին, որոնք որ հնարավորություն կտան հայկական ապրանքներին մուտք գործել եվրոպական շուկայում։ Դրա համար հույսին պիտի փորձագետներ կան, այդպես հասկացանք փորձագետներն են, ստանդարտներն են, սկսած փաթեթավորումից, որովհետև հասկանալի է, որ կան ստանդարտներ, որոնք լիովին այլ են, քան ասենք այն գործելավոճը եւ աշխատանքային առումով եւ տեխնիկական առումով, որ մեր ասենք տնտեսական դերակատարները օգտագործում են տարիներ կամ տասնամյակներ հանդերձ, ասենք երբ նպատակներ, ասենք մտնել ռուսական կամ ԵԱՏՄ շուկա։ Եվրոպական շուկան ունի իր կանոնները, իր ստանդարտները եւ հենց դրան պիտի ուղղված լինի այդ նաև փորձագիտական եւ տեխնիկական աջակցությունը ուղղված հենց մեր փոքր եւ միջին բիզնեսի հնարավորությունների ուժեղացմանը եւ պատրաստակամությանը եվրոպական շուկա մտնելու համար։ Տեսնում եք հավանականություն, որ Ռուսաստանը նոր այլ տնտեսական հակազդեցություն կարող է իրականացնել, հաշվի առնելով այս խորացումը, օրինակ գազի գնի բարձրացումը կամ Լարսի անցակետում առաջացնի խնդիրներ։ Տեսականորեն ես կարծում եմ դա բացառված չի եւ այդ գործընթացը կարող շարունակվի, բայց մյուս կողմից նաեւ մենք պիտի հասկանանք, որ այն ռազմավարական եւ աշխարհակական կոնտեքստը, որը մենք տեսնում ենք Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի շրջանակներում, բավականին բարդացնում է, եթե ոչ տեխնիկապես Ռուսաստանի կողմից այդ ասենք միջոցների կամ այդ քայլերի իրագործումը առնվազն կարծում եմ դավազեցնում է արդիականությունը Մոսկվայի համար։ Ռուսաստանը ունի ավելի կարևոր խնդիրներ կոնկրետ այս պահին կապված ռազմաքաղաքական գործընթացների այն դինամիկայից եւ այդ ֆոնին ես չեմ կարծում, որ Հայաստանը կհանդիսանա համար 1 առաջնահերթությունը համապատասխան Ռուսաստանի կողմից ինչ որ քայլերի, պատժամիջոցների ավելի ասենք զարգացմանը, չնայած որ կարծում եմ տեսականորեն։ Բայց եթե այդ տրամաբանությամբ դիտարկենք, պիտի որ այս սահմանափակումներն էլ չլինեին։ Ռազմավարական Եթե նայենք, որ մենք առաջնահերթություն չենք իրենց ծրագրերում։ Ռուսաստանի ռազմավարական առաջնահերթությունը այնպեսին է, որ այո, Ուկրաինան հանդիսանում է համար 1, համար 2 եւ համար 10 միանգամից առաջնահերթություններ Ռուսաստանի համար, բայց նաեւ հետխորհրդային տարածքը նույնպես ունի բավականին զգայուն եւ նույնիսկ սիմվոլիկ նշանակություն Ռուսաստանի համար եւ Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիա եւ այսպես եւ այս համատեքստում Ռուսաստանը փորձում է ուշադրությունը պահել, բայց միջոցներ լծակներ չափից ավելի չի ի վիճակի չի կամ չի ցանկանում անել, որովհետեւ հասկանում է, որ դա պարզապես ավելի բարդացնի իր, ասենք, ռեսուրսները եւ իր քաղաքականության իրագործումը հետխորհրդային տարածքում, այն իրավիճակում, երբ որ Ռուսաստանի ռեսուրսների մեծ մասը ուղղված են ուկրաինական ուղղությամբ։ Անկամ այն փաթեթով, որով եկել է ֆոն դեր Լայնը, դա որևէ կերպ նոր հակազդեցություններ Ռուսաստանի կողմից չի առաջացնի։ Գազի գնի բարձրացման, վատագույն դեպքում գազի մատակարարման սահմանափակման կամ չլինելու եւ այլն։ Տեսականորեն դա կարա լինի, բայց նաեւ պիտի ընդգծենք մի շատ կարեւոր հանգամանք։ Այն, ասենք, առաջարկները կամ այն աջակցությունը, որ այս պահին Եվրոմիությունը Հայաստանին առաջարկումը որևէ ձևով սկզբունքորեն չի հակասում այն գոյություն ունեցող ֆորմատին Հայաստանի եւ ԵԱՏՄ անդամակցության
եւ Ռուսաստանի հետ երկում տնտեսական եւ ռազմավարական, ասենք, համագործակցության ֆորմատներն, այսինքն եւ փաստաթղթերի եւ պարտավորությունների առումով իրականում ոչ մի բան չի փոխվել։ Քաղաքական մթնոլորտի տեսանկյունից, այո, դա բավականին կարևոր եւ տեսանելի դինամիկա է, բայց այդ դինամիկա ոչ թե այսօր է սկսվել, մենք ձեզ հետ քննարկել ենք նաև եվրոպական այդ գագաթնաժողովների ազդեցությունը, որոնք որ նույնպես սկզբունքորեն չեն փոխել Հայաստան-ԵԱՏՄ կամ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների իրավական կամ քաղաքական բնույթը, բայց մեսիջների կամ էմոցիոնալ ընկալման առումով, այո, կարծում եմ զգայուն է Ռուսաստանը։ Իսկ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները այսօրվա դրությամբ ինչ մակարդակում են, հաշվի առնելով վերջին իրադարձությունները, այդ եվրոպական գագաթնաժողովներից սկսած։ Այդ դինամիկան կա, այդ դինամիկան շարունակվում է եւ այդ դինամիկան ամեն հանդիպման, ամեն գագաթնաժողովի կամ ամեն գործողությունների ընթացքում դա պիտի պարզապես ավելի հստակեցվի, բայց մյուս կողմից նաև մենք պիտի հասկանանք, որ Հայաստան-Եվրամիություն գործընթացը դա երկարաժամկետ գործընթաց է եւ Հայաստանի համար, Հայաստանի բնակչության համար տեսանելի արդյունքները բացի տնտեսական այդ բաղադրիչին, որոնք որ ժամանակավոր են, այսինքն այս մաքսային տուրքերի ֆինանսական, տնտեսական աջակցության լծակները եւ այլն, բայց ստրուկտուրալ առումով այն տեսանելի արդյունքը, որը կլինի, կարծում եմ մոտակա 2 տարվա ընթացքում վիզաների լիբերալիզացման գործընթացի իր, ասենք, վերջնակետին հասնելն է, դա երկար գործընթաց է, բայց դա գործընթացը, որը ոչ միայն կապված, ասենք, վիզաների հետ անմիջապես, այսինքն կոպիտ ասած Հայաստանի քաղաքացիների ազատ մուտքը, մոբիլիզացիոնը եվրոպական երկրներ, այլ նաև դրա պահանջները իր մեջ ներառում են նաև Հայաստանի ներքին կյանքի շատ ոլորտների հետագա զարգացումը, բարեփոխումներ, սկսած, ասենք, բժշկականից եւ վերջացրած նաև կոռուպցիայի, ժողովրդավարական գործընթացների եւ այլ ոլորտների հետ կապված։ Դա մի փաթեթ է, որի իրագործումը քաղաքական հիմք եւ հնարավորություն կստեղծի արդեն տեխնիկական վիզաների լիբերալիզացման գործընթացի հետ մեկտեղ դա ավարտելու մոտակա 2, միգուցե 3 տարվա ընթացքում։ Իսկ անդամ այլ երկրները որևէ խոչընդոտ չեն կարող ստեղծել, եթե նույնիսկ մեզ տրված ամբողջական փաթեթը մենք կարողանանք իրագործել։ Ինչ վերաբերում է վիզա լիբերալիզացման այս գործընթացին, ապա դա մեկնարկը սկսվել է, շարունակվում է, արդեն կան նաև միջանկյալ որոշ արդյունքներ եւ հայկական կողմի այդ գործողությունները հավանություն են ստացել Եվրոմիության կողմից։ Շուտով նաև ասաց, որ կգան գնահատելու հարված աշխատանքը։ Այո, հերթական գնահատման փուլն է լինելու, բայց նաև հասկանալի է, որ յուրաքանչյուր կարևոր առաջընթաց Եվրոմիության իր ներքին պահանջների, ասենք, համապատասխան եւ դա ոչ միայն Հայաստանին է վերաբերում, դա բոլոր գործընկեր երկրներին է վերաբերում, ամեն մի քաղաքական կամ լուրջ տեխնիկական փուլ ավարտելուց հետո, այո, նաև պետք է հաստատում անդամ երկրների կողմից։ Լավ, պարոն Մինասյան, հիշատակում եղավ 2013 թվականի իրադարձությանը, երբ մեր գիշերում Հայաստանը որոշում կայացրեց Եվրամիության փոխարեն ԵԱՏՄ-ի ճանապարհը բռնելու վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս անգամ հստակ ընդգծեց, որ 2013 թվականի շրջադարձը տեղի չի ունենա։ Որքանով է կարևոր նման հայտարարությունը մեր կողմից եւ որքանով է էական նշանակություն ունեցող, որ Եվրամիությունն է այս հայտարարությունը լսում։ Ես կարծում եմ դա կարևոր է, բայց դա չեմ կարծում, որ ինչ որ անակնկալ է ոչ հայկական, ասենք, հասարակական կամ քաղաքական շրջանակները ոչ էլ Եվրոմիության համար։ Այն համատեքստը, որը որ կա Հայաստանի եւ Եվրոմիության համագործակցության շրջանակներում, գործընթացում, էապերոնեն տարբերվում է այն եւ աշխարհակական եւ ներքաղաքական, ասենք, այն իրողություններից, որոնք որ կային 2013 թվականին։ Հետևաբար այն ինչ որ հնչեցվել է, դա պարզապես համապատասխանում է այն նոր իրականությանը, ոչ միայն Հայաստան-ԵՄ հարաբերությունները, այլ նաև տարածաշրջանային համատեքստում, որը գոյություն ունի այս պահին։ Բայց առհասարակ որևէ նման նույնիսկ հիպոթետիկ սցենար կարող է գոյություն ունենալ, որ ինչ որ մի կետում Հայաստանը կրկին նույն որոշման առջև կանգնի, որոշելու շարունակելու Եվրամիության հետ ինտեգրացիոն գործընթացները, թե հետ կանգնելու։ 2013-ին գուցե կար, իսկ հիմա 2013-ին նաև կարևոր էր այն տեսանկյունից, որ այն ժամանակ Հայաստանը պիտի ոնց որ քաղաքական որոշում
ընդուներ արդյոք գնալու է Եվրոմիության հետ համագործակցության նոր этаպին։ Այն ժամանակ խոսքը գնում էր ասոցիացիոն պայմանագրի եւ նաեւ Հայաստանի մուտքը եվրոպական շուկա։ Այս պայն բոլոր քաղաքական հայտարարությունները, որոնք որ որակապես այլ, ասենք, աստիճանի կարային բարձրացնեին Հայաստանի եւ Եվրոմիության հարաբերությունը արդեն արվել են։ Նմանատիպ արդեն քաղաքական զգայուն этап կլինի միգուցե արդեն վիզաների լիբերալիզման, ասենք, գործընթացի ավարտից հետո, երբ որ արդեն Հայաստանը եւ Եվրոմիությունը միգուցե պատրաստ կլինեն որակապես հարաբերությունները նոր որակի, նոր աստիճանի ավելացնել։ Արդյոք դա անդամակցության, տեխնացության, դրա մասին եք ասում։ Այո, դրա մասին է խոսքը գնում։ Իսկ այս պայն մոտակա 2-3 տարվա կտրվածքով Հայաստան-ԵՄ հարաբերությունների գործընթացը չի իր մեջ նախատեսում որակապես այլ մակարդակի ինստիտուցիոնալ համագործակցության ավելացում Հայաստանի եւ Եվրոմիության միջև, ինչը մյուս կողմից նաեւ չի բացառում, որ դրա քաղաքական բաղադրիչը, հնչողությունները, միջոցառումները չեն ավելանալու, հակառակը դա կավելանան։ Ես կարծում եմ նաեւ եւ Եվրոմիության տեսանելիությունը ավելի կշատանա Հայաստանի ներսում եւ Հայաստանը նույնպես հնարավորություն կունենա նաեւ ոլորտային որոշ, ասենք, շրջանակներում նույնպես ավելի տեսանելի լինել եւ Բրյուսելում եւ եվրոպական մայրաքաղաքներում։ Ամփոփելով զրույցը, պարոն Մինասյան, ինչպես կազդի Հայաստան-Եվրամիությունն այս մերձեցումը խաղաղության պայմանագրի ստորագրման եւ Ադրբեջանի հետ բանակցությունների վրա։ Եվրոմիությունը կարևոր դերակատար է այս խաղաղության գործընթացում։ Եվրոմիությունը չի հանդիսացել ստորագրող երկիր, բայց Եվրոմիությունը բոլոր իր հնարավորություններով եւ քաղաքական եւ տարածաշրջանային եւ այդ թվում նաեւ իր երկկողմ հարաբերությունները Ադրբեջանի հետ այդ գործընթացը պահում է ուշադրության կենտրոնում։ Իդեպ նաև պիտի նշեմ, որ դա չի վերաբերում միայն Հայաստան-Ադրբեջան գործընթացին, նաև այսօր հնչեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետագա ակտիվացման անհրաժեշտության մասին, այսինքն մենք այստեղ տեսնում ենք, որ Եվրոմիությունը ի տարբերություն Միացյալ Նահանգների, որոնք որ գլխավոր կարելի ասել սպոնսորն են եղել այս համաձայնությունների ստորագրման ձեռքբերմանը, ինքը աջակցում է եւ աջակցում է նաեւ ոչ միայն խաղաղության պայմանագրի, այլ խաղաղության պայմանագրի կամ խաղաղության այս գործընթացի անբաժանելի մաս հանդիսացող նաեւ կոմունիկացիոն գաղափարներ, դա տրիպն է եւ այստեղ նաեւ չափազանց կարեւոր եւ առաջնահերթություն եւ նպատակա լինելու մեզ համար նաեւ ինչքանով մենք կփորձենք իրագործել այդ տրիպի սիներգիան նաեւ Եվրոմիության կողմից առաջ խաղացվող գլոբալ ինֆրաստրուկտուրային կոմունիկացիոն գործընթացներին, որի մասն է օրինակ Ադրբեջանը։ Որոշ քայլեր արդեն արվել են, որոշ քայլեր պիտի դեռ արվեն, բայց ամենակարևոր հանգամանքը, որ ռազմավարական առումով մենք տեսնում ենք, որ Եվրոմիությունը բաց է նաև այդ կոմունիկացիոն ինֆրաստրուկտուրային էլեմենտը նույնպես աջակցի, որը որ ոնց նշեցի, խաղաղության այս գործընթացի անբաժանելի մասն է։ Իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման առումով, սահմանի բացման առումով էական նշանակություն ունի Եվրոմիության դերը։ Բնականաբար, որովհետև նաև հասկանալի է, որ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը եւ նաև Հայաստանի եւ երկաթգծի եւ ցամաքային այլ հնարավորությունների տրանսպորտային հնարավորությունների օգտագործումը դա շատ տրամաբանորեն սիներգիա է ստանում նաև այդ Եվրոմիության առաջ քաշվող գործընթացներում, որովհետև այդ դեպքում նաև Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան ճանապարհը կարա լրացուցիչ եւ ոչ պակաս էֆեկտիվ ճանապարհ լինի Եվրոմիության համար, քան գոյություն ունեցող եւ զարգացվող, ասենք, Վրաստան, Ադրբեջան եւ դեպի Կասպիցով ուղղված ուղիները։ Շնորհակալ եմ զրույցին։ Շնորհակալություն։ Զրուցակիցը Սերգեյ Մինասյանն էր։ Կհանդիպենք։